2025 թվականի օգոստոսի 14-ը ողբերգական ավարտ ունեցավ Կոտայքի մարզում։ Երևան աշտարակ ավտոճանապարհի դեպի Պրոշյան տանող կամրջի տակ տեղի ունեցած հանդիպումը, որը սկզբում վերածվել էր վիճաբանության եւ ծեծկրտուքի, ավարտվեց ցավոք մահաբեր կրակոցներով։ Քննության տվյալներով հակամարտող կողմերի միջև ծագած բախման ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, հասցվել հարվածներ, իսկ իրավիճակը կտրուկ սրվել է այն պահին, երբ երիտասարդներից մեկը ըստ իրավապահների ապօրինի պահվող հրազենից կրակ է բացել հակառակ կողմի ուղղությամբ։ Սպանություն, որի մանրամասները տևական ժամանակ մի շարք հարցեր են բարձրացրել։ Ինչպես է զարգացել դեպքերի ընթացքը, ինչն է նախորդել ճակատագրական հանդիպմանը եւ ինչ հանգամանքներ են բացահայտվել նախաքննության ընթացքում։ Այսօր գործն արդեն դատարանում է, ուստի մի շարք հարցեր կարող ենք ներկայացնել առանց մտավախություն ունենալու, որ կբացահայտենք նախաքննական գաղտնիք։ Պրոշյան բնակավայր տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանության գործով նախաքննության ավարտը հերթական անգամ հանրային ուշադրության կենտրոն է բերել այն հարցերը, որոնք վերջին տարիներին ավելի հաճախ են բարձրաձայնվում՝ անձնական կամ խմբային հակասությունների բռնի լուծում, ապօրինի զենքի շրջանառություն եւ նման միջադեպերի կանխարգելման արդյունավետությունը։ Քննչական մարմնի տվյալներով դեպքը տեղի ունեցել 2025 թվականի օգոստոսի 14-ին Երևան աշտարակ գլխավոր ավտոճանապարհի դեպի Պրոշյան բնակավայր տանող կամրջի տակ։ Ձեռք բերված տվյալների համաձայն այդ վայրում երիտասարդները հանդիպել են, փոխադարձ հայհոյանքներ հնչեցրել եւ հարվածներ հասցրել միմյանց։ Իրավիճակի սրման հաջորդ փուլում մասնակիցներից ԱՏ-ն ապօրինի պահվող հրազենից առնվազն 5 կրակոց է արձակել հակառակ կողմի մասնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով ՄԴ-ն ստացել է մահացու հրազենային վիրավորում։ Դեպքի վերաբերյալ ահազանգեր հնչել են այն հիվանդանոցներից, որտեղ հետագայում տեղափոխվել են ճակերտավոր ասված այդ թեժ մարտերի մասնակիցները։ 2025 թվականի օգոստոսի 14-ին ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից մարզային վարչություն ահազանգ է փոխանցվել, որ 2025 թվականի օգոստոսի 14-ին ժամը 1:55-ի սահմաններում հրազենային վնասվածք աճ ազդրի, ձախ ազդրի դրսային մակերեսների, պորտի շրջանի եւ ձախ ձեռքի երրորդ մատի վնասվածքներ ախտորոշմամբ հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել ՄԴ-ն առողջական վիճակը միջին ծանրության, որ եւ մնացած տվյալները անհայտ են եղել։ Նույն օրը առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Նայիրի բաժնին ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 14-ին ժամը 3:16-ին Տոնոյան բժշկական կենտրոնից ստացվել է ահազանգ այն մասին, որ գլխի վնասվածք ախտորոշմամբ Տոնոյան բժշկական կենտրոն է տեղափոխվել եւ բուժօգնություն է ստանում քաղաքացի ԱՏ-ը։ Դեպքի վերաբերյալ քորեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներն իրենց լիազորություններն իրականացնելու ընթացքում պարզել են, որ նույն օրը ժամը 1-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում մի կողմից ՄԱ-ն եւ ինքնությունները չպարզված այլ անձինք, իսկ մյուս կողմից ԱՏ-ն եւ ինքնությունները դեռևս չպարզված այլ անձինք Կոտայքի մարզի Պրոշյան համայնքի դեպի Երևան աշտարակ ավտոճանապարհի կամրջի տակի հատվածում վիճաբանել են, որի ժամանակ կատարվել է թվով առնվազն 5 կրակոցներ։ Կրակոցները դեռևս չպարզված անձի կողմից են կատարվել, որի արդյունքում քաղաքացի ՄԴ-ն ստացել է հրազենային վնասվածքներ եւ տեղափոխվել է հիվանդանոց։ Նախաքննության ընթացքում իրականացվել են բազմաթիվ քննչական եւ դատավարական գործողություններ, հարցաքննվել են դեպքի ականատեսներն ու մասնակիցները, ուսումնասիրվել են տեսագրություններ ու նշանակվել անհրաժեշտ փորձաքննություններ։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 166 հոդվածի առաջին մասով, 297 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով եւ 335-րդ հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է համապատասխան քրեական վարույթ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն դեպի Երևան աշտարակ ավտոճանապարհից դեպի Պրոշյան բնակավայր տանող կամրջի հատվածում, որի ընթացքում հայտնաբերվել են դեպքի վայրից եւ վերցվել են թվով 5 հատ 9 մմ տրամաչափի պարկուճներ, ինչպես նաեւ էլեկտրոնային սիգարետ, առնանման հետքեր պարունակող մետաղյա դետալ։
Բացի այդ, նույն տարածքից վերցվել եւ ուսումնասիրվել են առկա տեսախցիկների տեսաձայնագրությունները։ Ավելի ուշ հիվանդանոցից ստացվեց հաղորդում, որ վիրավոր երիտասարդը գիտակցության չգալով մահացել է։ Կատարված լայնածավալ քննչական եւ վարույթային գործողությունների արդյունքում պարզվել է, որ վիճաբանությունը երիտասարդների միջև ծագել է ընդամենը ցայտաղբյուրից ջուր խմելու համար։ 2025 թվականի օգոստոսի 15-ին Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ քաղաքացի ՄԴ-ն գիտակցության չգալով մահացել է։ Սյունքերական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ, առգրավել են տարածքի եւ հարակից տարածքների բոլոր առկա տեսանկարահանող սարքավորումների հիշողության կրիչները, կատարվել են թվային խուզարկություններ, հարցաքննվել են մեծաթիվ քաղաքացիներ, որի արդյունքում պարզվել է, որ քաղաքացի ԱՏ-ն, ով տեղափոխվել էր Տոմյան բժշկական կենտրոն, նույն օրը վիճաբանել է ապարանցիների ցայտաղբյուրից ջուր խմելու հարցի շուրջ տեղի ունեցած վիճաբանությունը, վերածվել է ավելի մեծ վիճաբանություն, որը տեղափոխվել է Պրոշյան բնակավայրի բնակարանների մեկի դիմացից դեպի դեպքի վայր հանդիսացող կամրջի տակի հատված։ Արդեն դեպքի վայրում, որտեղ էլ բուն մարտերն են ընթացել, ԱՏ-ն ըստ տվյալների կրակոցներ է արձակել իր մոտ առկա ատրճանակից։ Քննիչի խոսքով նաև պայթեցրել է իր մոտ առկա նռնակը, որը վարույթն իրականացնող մարմնի կողմից դեռևս չի պարզվել։ Որտեղ հիշյալ հարցերը պարզաբանելու նպատակով մի կողմից ԱՏ-ն եւ ինքնությունները չպարզված այլ անձինք, իսկ մյուս կողմից ՄԴ-ն եւ ինքնությունները չպարզված այլ անձինք այդ հարցի պարզաբանման շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում ԱՏ-ն իր մոտ առկա ատրճանակով կրակոցներ է արձակել, առնվազն թվով 7 կրակոցներ է արձակել, եւ պայթեցրել է իր մոտ առկա քննությամբ չպարզված տեսակի նռնակը։ ԱՏ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2025 թվականի օգոստոսի 16-ին որոշում է կայացվել քաղաքացի ԱՏ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 335 հոդվածի առաջին մասով։ Վերջինիս ներկայացվել է մեղադրանք եւ որպես խափան միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, պարզվել եւ հիմնավորվել է հիշյալ հանգամանքը, մասնավորապես նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, դատագենետիկական փորձաքննություններ, նախաքննության ընթացքում մեղադրյալի պաշտպանների կողմից ներկայացվել է հանցագործության գործիք ատրճանակը, որով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, նշանակվել են փորձաքննություններ դեպքի վայրից հայտնաբերված պարկուճներով եւ կատարված ամբողջ քննչական գործողությունների ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է հիշյալ հանգամանքը, որ սպանությունը կատարել է մեղադրյալ ԱՏ-ն։ Որոշում է կայացվել մեր քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրյալ ԱՏ-ի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որով վերջինիս ներկայացվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 335 հոդվածի առաջին մասով։ Սյունքերական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրյալ ԱՏ-ի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտ եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Գործի հետագա ընթացքը տեղափոխվել է դատական փուլ, որտեղ կուսումնասիրվեն ներկայացված ապացույցները, կլսվեն կողմերի դիրքորոշումները եւ միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կորոշվի մեղադրյալի մեղավորության կամ անմեղության հարցը։